Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացվող նախագծով նախատեսվում է 2025 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 525 միլիոն 496 400 դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգման համար։ Մասնավորապես նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, 1 դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազաֆիկացման, ինչպես նաև վերանորոգման ընթացքում գտնվող 21 դպրոցի համար հսկողության գումարների ապահովման համար։ Պետք է ավելի հստակեցնելով նշեմ, որ նախագծով նախատեսվում է 168.8 միլիոն դրամ հատկացնել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի նորոգման աշխատանքների ապահովման համար։ Պետք է նշեմ, որ միջին և ավագ դասարանների համար նախատեսված մասնաշենքը արդեն իսկ կառուցել ենք, նոր մասնաշենք կա, բայց որպեսզի դպրոցը ունենա ամբողջական միջավայր, հիմա անհրաժեշտություն է առաջացել նորոգել դպրոցի մյուս մասնաշենքը, որը կառուցվել է շուրջ 20 տարի առաջ։ Եվ այս նախագծով հատկացվում են այս ուրեմն աշխատանքների համար անհրաժեշտ գումարների մի մասը։ Նախագծով նաև նախատեսվում է 310 միլիոն դրամ հատկացնել 82 դպրոցների նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության, նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության ձեռքբերման համար։ Պետք է հիշեցնեմ, որ 300 դպրոցների ծրագրի շրջանակներում մենք ընտրել ենք նորոգման ենթակա 121 դպրոցներ, որոնցից 21-ում արդեն ընթանում են աշխատանքները, ընդ որում որպեսզի պարզ լինի, խոսքը այստեղ ամբողջապես նույն ստանդարտը միջավայրը կրթական ապահովելու մասին է, որում ներառված են անհրաժեշտ այնպիսի աշխատանքներ, ինչպես օրինակ սանհանգույցների, հատակի, տանիքի, ներքին հարդարման, ըստ անհրաժեշտության պատուհանների, եթե կան որոշ հարցեր ջեռուցման, կոյուղու հետ կապված լուսավորության, նաև տարածքի բարեկարգումը, որտեղ որ հնարավորությունները դպրոցի տարածքը ընձեռում է, նաև արտաքին մարզահրապարակներն են կառուցվում եւ այս աշխատանքները 121 դպրոցներում պլանավորված են, 21-ում արդեն իրականացվում են եւ 82-ի համար այս անհրաժեշտ աշխատանքների միջոցներն ենք հատկացնում, իսկ 21 դպրոցները, որոնց մասին արդեն նշեցի, որ ընթացքում են, այստեղ էլ լրացուցիչ գումարներ ենք տալիս, մասնավորապես շինարարական աշխատանքների հսկողության եւ մի շարք այլ նպատակներով 22.4 միլիոն դրամի չափով։ Նաև նախագծով ֆինանսավորում ենք 21.8 միլիոն դրամի չափով Լոռու մարզի շինարարությունն ավարտված կամ 25 թվականին ավարտվող 14 մանկապարտեզների գույքի ապահովման համար։ Մանկապարտեզներից 10-ում շինարարական աշխատանքները ավարտված են, 4-ում կավարտվեն այս տարի, դրանք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերով եւ այժմ կառավարության կողմից գույքի գումարի հատկացումը հնարավորություն կտա, որպեսզի մանկապարտեզները շահագործվեն ունենալով ամբողջական պայմաններ։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, ըստ էության մենք մեր պրակտիկայում ունենք 4 կատեգորիա շինարարության ոլորտին վերաբերող, թերևս մենք ունենք կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, նորոգում։ Հիմա ես ինչքան հասկանում եմ, այս ծրագրով մենք ինչ-որ տարբեր կոմպոնենտներից բերում ենք եւ մի փոքր այլ տրամաբանություն ենք ուզում ներդնենք այն դպրոցներում, որտեղ առանց նոր շենք կառուցելու հնարավոր է առնվազն տեսանելի ապագայում կրթական process-ը հնարավորինս մոտեցնել այն ստանդարտներին, որոնք մենք ներդնում ենք մեր նորակառույց դպրոցներում։ Ճիշտ եմ հասկանում այս խնդիրը։ Հիմա հաջորդ հարցը ժամկետի հարցն է։ Պարզ է, որ արդեն ասացիք, որ 21 դպրոցում սկսվել է, բայց հիմա մենք իրատեսական համարում ենք, որ մի տարվա ընթացքում, այսօրվանից սկսած մի տարվա ընթացքում, մի տարի մենք կկարողանանք այս ծրագիրը իրականացնել։